Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, դուք FM 106 եւ 5-ն եք լսում, Արմեն Դարփինյանն է առաջի խոսափողի մոտ եւ հետեւաբար սա Դարփինյանի ժամն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, հիշեցնեմ, մեզ կարող եք դիտել Գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներում եւ իհարկե Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, ողջույն պարոն Դարփինյան։ Բարոյս, սիրելի Դավիթ, սիրելի ռադիո լսողներ եւ YouTube դիտողներ, ռադիո դիտողներ, նաեւ բարոյս։ Հայկական հասարակությունը, սոցիալական ցանցերը շարունակում է քննարկել Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները։ Դուք բացի նրանից, որ դուք եք դրան հետևում, նաև գյումրեցի եք, լեննականցի եք եւ Շիրակ հայրենակցական միության հիմնադիրներից եք։ Մենք նախորդ հաղորդմանը քննարկել ենք այս հարցը, ինչ-որ կանխատեսումներ դուք արել եք, որոնք շատ մոտ էին իրականում, այն ինչ մենք ստացանք։ Ես մի հարց տամ, հետո իմ հարցին խնդրում եմ պատասխանեք, հետո շարունակենք։ Ի վերջո սա օպոզիցիայի հաղթանակներ, թե հաղթանակը չէր։ Չէ, իհարկե չէր։ Սա ընդհանրապես գործող իշխանության պարտությունն էր, հզոր պարտությունն էր, հզոր ապտակ էր իրենց եւ քաղաքականությանը եւ իրենց գործելավոճին եւ այդ ընտրություններին իրենց մասնակցության ֆորմատին։ Հզոր ապտակ էր գյումրեցիների կողմից եւ ես պիտի ասեմ, որ խիստ դժգոհ եմ այն արձագանքից, որ որոշ իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներ ուրեմն իրականացնում են, այսինքն արտացոլում են իրենց վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ, կամահրանք կա որոշակի գյումրեցիների նկատմամբ, ռևանշիզմի որոշակի հոտ եմ զգում, այսինքն մեղադրում են գյումրեցիներին, որ դա դուք հիմա կտեսնեք, դուք ընտրություն կատարեցիք, հիմա դուք կտեսնեք, կճաշակեք դրա արդյունքները եւ այլն, սա ուղղակի անթույլատրելի է, որովհետեւ կենտրոնական իշխանությունը չի կարող հակադրվել մի ողջ համայնքի եւ ձեզ ասեմ, որ ընդհանրապես միջազգային դեմոկրատական պրակտիկայում կա հետեւյալ մոտեցումներ ընտրությունների նկատմամբ, հա։ Ինչպես է ընտրում ժողովուրդը ընտրում է կամ մտքով, գաղափարով, կամ սրտով եւ խղճով։ Իհարկե մեզանում նախորդ իշխանությունների ժամանակ մի այլասերվածություն, այսպես ասած, մոդա ընկավ, երբ ասացին հաստատ համոզված լինելով, որ ընտրությունները կեղծելու են, հիմա գնալու են ու կեղծեն։ Ժողովրդին հորդորում էին, ասում էին գնացեք եւ ընտրեք խղճի մտոք։ Ուրեմն խղճի մտոքը դա արդեն այլասերվածություն էր, որտեղ պիտի ընտրեն կամ խղճով կամ մտքով։ Հիմա ցավոք սրտի մեր իրականությունը այնպիսին է, որ դեմոկրատիան բացարձակ կայացած չէ։ Եվ այս պարագաներում ընտրել մտքով հնարավոր չէ ուղղակի հնարավոր չէ, որովհետև գաղափարների հակադրություն չկա կամ ինչ-որ ֆանտաստիկայի եւ այլևայլության ինչ-որ ոլորտներից են այդ գաղափարները եւ գաղափարների հակադրություն չկա, քաղաքակիրթ պայքար չկա գաղափարների եւ այդ իմաստով մտքով ընտրել գրեթե անհնար է։ Ինչ վերաբերում է սրտով կամ խղճով ընտրելուն, իմ կարծիքով եւս անհնար է, որովհետեւ երբ նայում ես այսօրվա քաղաքական դաշտին, շատ դժվար է պատկերացնել, որ որևէ մեկին կարելի է ընտրել խղճով կամ սրտով, հասկանում եք, որևէ մեկը այդպես սրտի մղում չի առաջացնում գոնե ինձ մոտ եւ կարծում եմ, որ մեր մեծամասնության մոտ հասարակության։ Բայց հայաստանյան հասարակությունը հնարեց մի երրորդ հնարքը, այսինքն սկսեց ընտրել ոչ թե մտքով կամ խղճով, այլ բնազդով։ Եվ բնազդային ընտրությունը տեղի ունեցավ 21 թվականին սկզբից, երբ Ղարաբաղյան հակամարտության պարտությունից հետո այնուամենայնիվ մեր հասարակությունը ժողովուրդը ընտրեց Նիկոլ Փաշինյանին եւ իր կուսակցությունը բնազդով ու ընդհանրապես թույլ չտալով նախկին իշխանություններին եւ պատկերավոր ասած Ղարաբաղյան կլանին նորից վերադառնալ իշխանության։ Դա բնազդային քվեարկություն էր, հասկանում եք, բնազդով ժողովուրդը հասկացավ, որ վերադարձ դեպի նախկին կարգեր ուղղակի վտանգավոր է։ Հիմա ես պիտի ասեմ, որ ժողովրդի բնազդը երբեք չի խաբում իրեն, երբեք չի սխալվում։ Այս անգամ եւս
բնազդաբար ժողովուրդը մերժեց ըստ էության Գյումրիում, մերժեց քաղաքացիական պայմանագիրը, եւ սա շատ լուրջ, ինչպես արդեն խոսել ենք դրա մասին, շատ լուրջ ազդակ է, որովհետեւ նույն սցենարը կարող է կրկնվել, բնազդով քվեարկության սցենարը կարող է կրկնվել հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ եւ սրան պիտի բոլորը պատրաստ լինեն։ Ես կարծում եմ, որ հորդորում եմ նախ իշխանություններին կենտրոնական կառավարությանը վերջ տալ այդ կամահրանքին եւ գյումրեցիներին չմեղադրել։ Միակ մեղադրողը, միակ մեղավորը այս ամեն ինչի մեջ հենց իշխանություններն են, որոնք ուրեմն հասան նման արդյունքի իրենց գործելավոճով։ Եվ մյուս կողմից կհորդորեի նաև տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանին, որ ինքն էլ վերջ տա այդ, ասենք, Ղարսը, Արդահանը, Էրզրումը եւ այլն իդ բերելու այդ իր գայթակղությանը եւ Երևանը վերցնելու, ուրեմն եթե նա ընտրվի քաղաքապետ, որում ես դեռ այս պահի դրությամբ եւս կասկածներ ունեմ, որովհետև մենք ճամբարափոխության բազմաթիվ օրինակներ ենք ունեցել այս 35 տարիների ընթացքում, երբ մարդիկ անսկզբունքայնություն են դրսևորել, իսկ տվյալ պարագայում ընդամենը 2 հոգու, կարծում եմ, անսկզբունքայնություն կարող է ուրեմն գտնվի, այնպես որ եթե այնպես ստացվի, որ այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանը ընտրվի քաղաքապետ, ես կհորդորեի նրան կենտրոնանալ քաղաքային խնդիրների վրա եւ այդ պարագայում բազմաթիվ շիրակցիներ կարող են նաեւ օժանդակել քաղաքի զարգացման ծրագրերին, ամենայն դեպս ես ստանում եմ զանգեր հիմնականում արտասահմանում բնակվող գյումրեցիներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում Գյումրիում նորանոր տնտեսական ծրագրեր իրականացնելու, բայց դա հնարավոր կլինի միայն ստաբիլ իշխանության պարագայում, եւ ես կարծում եմ, որ այդ ստաբիլ իշխանությունը հնարավոր կլինի ձևավորել միայն ու միայն գրավոր տեքստ ստորագրելուց հետո կենտրոնական իշխանությունների եւ գործող այդ ավականին ընտրվեց ավականու տարբեր ուրեմն խմբակցությունների միջև որոշակի պակտ պիտի ստորագրվի, որովհետեւ եթե դա չստորագրվեց, դա բոլորին վնասելու է եւ առաջին հերթին վնասելու է քաղաքին, Գյումրիին եւ բնակչությանը, այսինքն ես կարծում եմ, որ գյումրեցիները արժան են ստաբիլ կառավարման, պրոֆեսիոնալ կառավարման, արժանի են, որպեսզի եւ Գյումրիի քաղաքապետարանը եւ կենտրոնական իշխանությունները ունենան պարզ համագործակցային ուրեմն մեխանիզմ համատեղ աշխատելու եւ պիտի գտնել այս մեխանիզմը։ Եթե նորից եմ կրկնում Ղուկասյանին հաջողվի ընտրվել քաղաքապետ, առանց այդ պակտի ստորագրման ոչ մի բան չի լինելու, որևէ մեկը նման համարձակություն չի դրսևորելու, ես նկատի ունեմ դրսի գյումրեցիներից, որոնք պատրաստ էին, ասենք թե օժանդակելու տնտեսական ծրագրեր իրականացնելու, որևէ մեկը չի համարձակվելու գա, եթե ստաբիլությունը չհաստատվի։ Դա նույնն է, երկրի պարագայում եւս նույնն է, երկրում ինվեստիցիոն ակտիվություն կարող է դրսևորվել միայն այն պարագայում, երբ կա քաղաքական ստաբիլություն։ Եթե դա չկա, կայունություն է, եթե չկա, ուրեմն դա չի հաջողվի անել։ Եվ կհորդորեի Ղուկասյանին նույնպես զերծ մնալ եւ զգույշ լինել, որովհետեւ իրենք կփորձեն հիմա օգտագործել տարբեր եւ ներքին եւ արտաքին քաղաքական ուժերը։ Պիտի կարողանա զերծ մնալ, շատ դժվարին վիճակում են գտնվում, ասեմ, եւ չգիտեմ կհաջողվի նրան դա իրականացնել թե ոչ, գումարած իհարկե որոշակի այդ շլեյֆը, որ իր հետևից կա, ասենք, հարուցված գործեր կան, որոնց վերաբերյալ անորոշություն կա եւ իշխանությունները իմ կարծիքով այստեղ եւս պատրաստ կլինեն ցանկացած զարգացումների եւ շատ դժվար իրավիճակ է, ես այդ իմաստով չի համարի, որ որևէ մեկը հաղթել է, ընդհանրապես իշխանությունն է պարտվել, իշխանությունն էլ չէ, կուսակցությունը, որը որ ներկայացվում էր այնտեղ կառավարող ուժի կողմից, դա է պարտվել, բայց որևէ հաղթանակ չկա եւ իհարկե դեռևս գյումրեցիներն էլ չեն հաղթել, Հայաստանն էլ չի հաղթել, որևէ մեկը չի հաղթել։ Մենք ունենք անորոշ իրավիճակ, որը կարող է նաեւ այնուհետեւ անդրադառնա նաեւ համապետական ընտրությունների ժամանակ, այսինքն այդ անորոշությունը կարող է բազմապատ։ Այդ դրա մասին է ուզում մի հարցել տալ Գյումրիից։
Արդյոք այս իրադարձությունները հանրապետության մասշտաբով իրադարձություններ են, այսինքն արդյոք թիմ ընտրությունը դարձավ համապետական մակարդակի իրադարձություն եւ արդյոք դրա ազդեցությունը համապետական մակարդակի է։ Լավ ջան, Գյումրին ամեն դեպքում պետք է լուրջ վերաբերվել եւ քաղաքին եւ այդ համայնքին պետք է լուրջ վերաբերվել։ Բնականաբար ամբողջ երկիրը հետևում էր այդ զարգացումներին, ինչպես է դա ընթանալու, առավել եւս որ այդ քննարկումները եւ ամբողջ այդ նախընտրական process-ը վայրագային ձևով գնաց եւ դրան տոն տվեց ուրեմն գործող կառավարությունը, ուրեմն այդ կյանքի մահու կռիվ տալու, այսպես ասած, իմ կարծիքով դրանով շատ իմաստով գրգռեցին նաեւ Վարդանին Ղուկասյան, որը հակահարված հարցրեց արդեն, այսպես ասած, թուրքական մոտիվներով այո, ամբողջ պետությունը, ամբողջ երկիրը հետևում էր այս ընթացքին եւ բնականաբար դրա արձագանքները երկրի մասշտաբով անպայման կլինեն, որովհետեւ Գյումրիին նորից եմ կրկնում չի կարելի այդպես թեթև աչքերով նայել։ Գյումրեցին շատ խորը բնազդային բան ունի, հատկություն ունի եւ իմ կարծիքով երբեք չի սխալվում։ Այսքանը Գյումրիից դեռ ժամանակ կա, մենք հասկանանք, ռադիոլսողներին հիշեցնեմ, որ դեռ պիտի ավականու նիստ գումարվի, որի ընթացքում պիտի ընտրվի այս կամ այն թեկնածուն, դեռևս խոստումները կան, բայց ինչպես պարոն Դարբինյանն է ասում, հնարավոր է փոփոխություններ լինել։ Հնարավոր են ցանկացած զարգացումներ եւ այդ ցանկացած զարգացումները որևէ կերպ չեն նպաստելու համայնքի բարգավաճմանը եւ իրավիճակի բարելավմանը։ Միակ ձև կա, երբ որ բոլորը միասին հավաքվեն, նստեն եւ մի հուշագիր ստորագրեն, սկզբունքները ֆիքսեն, ինչպես են իրար հետ աշխատելու ներառյալ քաղաքացիական պայմանագրի, ուրեմն այդ համայնքապետարանի ֆրակցիան։ Բոլորը միասին մի փաստաթուղթ ստորագրեն եւ աշխատեն քաղաքի խնդիրները լուծելու եւ ի նպաստ քաղաքի եւ ժողովրդի։ Միայն այդ դեպքում, որին ես մեծ կասկած ունեմ եւ չեմ հավատում անկեղծ ասած, ելնելով քաղաքական կուլտուրայի այն ցածր մակարդակից, որը որ մեզ մոտ կա, դրսևորվում է ընտրություններից ընտրություն, ցավոք սրտի եւ չի բարելավվում եւ այդ բարելավման համար կառավարող քաղաքական ուժը որևէ ջանք չի գործադրում, մի բան էլ ավել նպաստում է այդ բևեռացմանը եւ քաղաքական կուլտուրայի անկմանը։ Մնացած հարցերին անցնենք, պարոն Դարբինյան, ինչ եք առանձնացրել Մնացած հարցերը ուրեմն անցնող շաբաթում։ Հաջորդը կուզեի անդրադառնալ Գերմանիայի Դաշնության նախագահի Շտայնմայերի այցին եւ դրա հետ կապված սկանդալային իրադարձությանը։ Նա այցելեց Հայաստան եւ այցելեց Ադրբեջան։ Հայաստան այցելելու ժամանակահատվածում իր Instagram-յան էջում հրապարակեց մի անմեղ հիմնականում գրություն, ուղղակի այդ գրությունը ուրեմն զուգորդվում էր Արցախի դրոշի պատկերմամբ։ Արցախի դրոշը պատկերված էր եւ մի անմեղ գրություն էր գրած տակը, որ Լեռնային Ղարաբաղը, որը որ միջազգային իրավունքի ուժով պատկանում է Ադրբեջանին, Շտայնմայերը գրում է միջազգային իրավունքի ուժով պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ ապրում են հիմնականում հայեր եւ կոնֆլիկտը այդ տարածքի շուրջ է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որը դեռևս չի ավարտվել։ Այսա անմեղ գրություն էր, որը որ մեծ հաշվով գրության մեջ ոչ մի վատ բան չկար եւ ոչ մի սխալ բան չկար, բայց կար Արցախի դրոշը պատկերված եւ քանի դեռ Շտայնմայերը այստեղ էր եւ այստեղից պիտի մեկներ Բաքու, ուրեմն նրա Ադրբեջանը մեծ աղմուկ, մեծ դիվանագիտական, պետական մակարդակով աղմուկ բարձրացեց եւ այդ աղմուկի արդյունքում Շտայնմայերի գրասենյակը ներողություն խնդրելով մի նամակ գրեց Ադրբեջանին, պաշտոնական նամակ, ղազագիր էր դա, անկեղծ ասած, որը պատիվ չբերեց ոչ Շտայնմայերին, ոչ Գերմանիային, ոչ Գերմանիային ընդհանուր առմամբ, այո։ Բայց պատիվ չբերեց։ Իսկ մեզ ես կարծում եմ, որ մեկ անգամ եւս ուրեմն մի ազդակ եղավ, ընդհանրապես մենք պիտի իմ կարծիքով, եթե ունենանք adekvat, երբևիցե եթե ունենանք adekvat արտգործնախարարություն, ցավոք սրտի չունենք։
ապա մենք պիտի պահանջենք, որ այցերը զուգորդված չլինեն, հասկանում եք, եթե մեկը այցելում է Հայաստան, հեչ պարտադիր չի, որ զուգահեռաբար այցելի Ադրբեջան, եթե դու կարևորում ես Հայաստանը որպես քեզ պարտներ երկիր, որպես դեմոկրատական երկիր, որպես լավ երկիր, որպես քրիստոնյա բնակչություն եւ այլն, դու բարի եղիր արի Հայաստան։ Ուրեմն եթե դու հետո ուզում ես գնալ Ադրբեջան, դու գնա հետ քո Գերմանիա։ Այո, հետո գնա Ադրբեջան։ Ուզում ես գնա, հիմա եթե դա բենզինի ծախսն է, ասենք ինքնաթիռի, մենք կտանք։ Մենք կտանք։ Հասկանում ես։ Հիմա ցավոք սրտի մենք գանված ենք այդպես արդեն տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ տարածաշրջանային այցը որն է, ուրեմն դա չի կարևորվում հայաստանյան գործոնը միջազգային քաղաքականության մեջ չի կարևորվում։ Ես չեմ հիշում մի պաշտոնական այց խոշոր լուրջ երկրի կողմից իրականացված դեպի Հայաստան, որը չզուգորդվեր ուրեմն տարածաշրջանային այլ այցերով, այսինքն կամ Երևանից պիտի գնային Թբիլիսի, կամ պիտի գնային Բաքու։ Ես կարծում եմ, որ երբևիցե հույս ունեմ, որ մենք ունենանք նման մի արտգործնախարարություն եւ արտաքին քաղաքականություն ընդհանրապես, որը սա շատ կոշտ պայման կդնի, կներկայացնի բոլորին, որ գիտեք ինչ կա։ Ուրեմն եթե գալիս եք Հայաստան, մենք ունենք մեր օրակարգը եւ բարի եղեք այդ օրակարգը մենք միասին քննարկենք, սպասարկենք, հետո դուք հետ գնացեք ձեր երկիրը, ինչ ուզում եք արեք։ Սա շատ կարևոր եմ ես համարում, որտեվ եթե խոսում ենք ինքնիշխանության մասին, հենց ինքնիշխանության դրսևորումներից մեկն էլ դա է։ Հիմա մի թիվ հրապարակվեց, որ ինձ մտորումների տեղիք տվեց, ուրեմն արցախցիներից, դուք հիշում եք 120,000 արցախցի, ուրեմն գաղթեց, ըստ էության, բռնի ուժով գաղթեց, ցեղասպանության հավասար գործողություն իրականացվեց նրանց նկատմամբ, նրանք գաղթեցին Հայաստան։ Եվ թիվը հրապարակվեց, թե դրանցից քանիսն են դիմում գրել, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ 8437 մարդ։ 120,000-ից, հա, ուրեմն սա ինչի մասին է խոսում։ Հասկանում եք, գաղթականի, փախստականի կարգավիճակը այսօրվա արցախցիների համար ավելի նախընտրելի է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը։ Ես ետ եմ գնում 91 թվական, 90 թվական եւ հիշում եմ, որ Բաքվի ջարդերից հետո, Սումգայիթի ջարդերից հետո, ուրեմն ես Մոսկվայում էի այդ ժամանակ, աշխատում էի մեր մշտական ներկայացուցչությունում Հայաստանի, այն ժամանակ դեռ անկախ պետություն չէր, սովետական միության, խորհրդային միության մինիստրների խորհրդի Հայաստանի ներկայացուցչությունն էր Մոսկվայում, այսպես ասած։ Եվ Բաքվից ու Սումգայիթից հարյուրավոր գաղթականներ եկան Մոսկվա, նրանք ապրելու տեղ չունեին եւ նրանք լցվեցին մեր դեսպանատան այն ժամանակ մշտական ներկայացուցչության շենքում, ապրում էին այնտեղ հենց հատակի վրա, հարյուրավոր, մոտ 500 հոգի մարդ կար այդ ժամանակ, եթե չասեմ, որ ավելի շատ, եւ մենք նրանց ասում ենք, դե գիտեք ինչ կա, գնացեք Հայաստան, ոնց էլ լինի, մենք ինչ որ բանով այնտեղ կարողանանք նպաստենք չէին համաձայնվում գնային, ինչու, որովհետև փախստականի կարգավիճակը միջազգայինորեն պաշտպանված է եւ նրանք ամեն դեպքում հնարավորություն կունենան եւ ունեցան։ Դրանք գրեթե ամբողջապես Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Կիրովաբադից, ուրեմն ջարդերից փրկված հայերը գրեթե ամբողջությամբ լքեցին Հայաստան, Հայաստան չեկան, նրանք գնացին ամբողջ աշխարհով մեկ տեղավորվեցին փախստականների կարգավիճակ ունենալով։ Ես ցավում եմ, որ անցավ 35 տարի մենք նույն վիճակում ենք։ Այսօրվա արցախցիները եւս նախընտրում են լինել փախստական, ունենալու այդ կարգավիճակը եւ դիմելու տարբեր դեսպանատներ կարգավիճակից ելնելով իրենց ապաստան գտնելու ուրեմն խնդրանքով եւ ցանկությամբ դա նախընտրում են Հայաստանի Հանրապետությունում մնալու եւ Հայաստանի պետական պաշտպանվածության տակ լինելու ուրեմն այդ կարողա չի պաշտպանում, պարոն Դարբինյան, դրանից է էլի։ Երկե։ Այսինքն այս մարդիկ դուրս են գալի միտինգ են անում 50,000 դրամի համար, Facebook-ում զարհուրելի մեկնաբանություններ են կարդում արցախցիների Խնդիրը այն է, որ պետությունը այո չի պաշտպանում կամ բավարար չափով չի պաշտպանում, կամ մենք չենք ստեղծել այն պետություն, որի անձնագիրը նախընտրելի լինի փախստականի կարգավիճակից, սա շատ ցավալի է, սա ողբալի իրականություն է, իրադարձություն է եւ իհարկե դա նաեւ եթե տեսնում ենք թե ինչպես է զուգորդվում Արցախի նկատմամբ պետական քաղաքականության փաստորեն բացակայությունով զուգորդվում է չէ դրանով, որովհետեւ արտգործնախարարությունը հայտարարեց, որ մենք այժմ չունենք նման խնդիր
ինչից հետո երբ Արցախի հանրապետությունը ուրեմն այդ նշանակովի նախագահի ստորագրությամբ լուծարվեց, այդ լուծարումից հետո մենք նման արդեն առարկա չունենք, դա շատ թույլ, շատ ոչ պատվաբեր, ոչ արժանապատիվ, շատ մեզ արժանի չի, մենք որպես ազգ նման հայտարարություն անելով, մենք մի հատ ղազագիր էլ նորից ստորագրում ենք անհասկանալի կերպով, այդ ղազագիրը ուղղված է ուղղակի բանին, էլի, երկինք, ոչ մի գետնին, ոչ մի բան չփոխող թուղթ է այդ։ Մենք ուղղակի եզերքին ուղարկեցինք այդ ղազագիրը, որ մենք նմանատիպ խնդիր չունենք, Արցախի խնդիր չունենք, ոնց չունենք։ Բա ով ունի, եթե մենք չունենք։ Բա այդ հայերը, որոնք Բայց հայերը հենց դրա համար են, հիմա մենք նախատում ենք կամ պետական մակարդակով ասում են ամոթ չեք անում, չեք գալիս, չեք վերցնում Հայաստանի Հանրապետության անձնագիրը, բայց մենք չէ որ չենք ստեղծել այդ պետությունը, որի անձնագիրը որոշակի երաշխիքներ կընդհանրեր եւ մարդը գերադասում է լինել փախստական կամ քաղաքացի, շատ ողբալի վիճակ է սա, որը նորից ավելանում է, այսինքն այդ ողբալիության աստիճանը ավելանում է մեր պետական մարմինների գործողություններից եւ նրանց կողմից հրապարակած պաշտոնական տեսակետներից, եթե նրանք գործ չունեն Արցախի հետ, արցախցին էլ պետք է գործ չունենա այս երկրի հետ, հասկանում եք։ Իսկ մենք գործում ենք մի երաշալի, մի հսկայական մշակութային զանգված։ Մենք գործում ենք բարբառը, մենք գործում ենք, էլ չեմ ասում որ գործել ենք այնտեղ հարյուրավոր եկեղեցիներ։ Արդարության զգացումն ենք նաեւ գործում, պարոն Դարբին։ Ինչը տենց հավատը մեր երկրին, արդարության զգացումը, հավատը իրար հանդեպ, որպես ժողովուրդ, որպես հասարակություն։ Ես կհորդորեի Փաշինյանին եւ ամբողջ մեր կառավարող ուրեմն այս թիմին դադարել արդեն հերիք է ինչքան ղազագիր գրեցիք էլ, ասենք այդ ղազագրերը գնում են արդեն տիեզերք եւ մենք այնուամենայնիվ յուրաքանչյուր հայ ուզում է դիտակցել եւ իրեն զգալ որպես արժանապատիվ մարդ, արժանավայել դրսևորում ենք ուզում ենք, հասկանում եք, այդպես ղազագրեր ուղարկելով թուլացնում եք ազգը ուղղակի եւ շուտով բնազդային քվեարկություն կլինի, զգուշ եղեք։ Ալիևը հերթական լկտի հայտարարությունն արեց այդ ղազագրերի արդյունքում մենք ստանում ենք ավելի լկտի հայտարարություններ, ըստ որում Շտայնմայերին մասնակցությամբ, ներկայությամբ նա էլ գլխով էր տնտմբացնում։ Ինչ ասեց Ալիևը։ Ալիևն ասեց, ես շատ ուրախ եմ, ասեց, որ Փաշինյանը ապրել է գաղափարական էվոլյուցիա, ասեց, շատ լավ զարգանում է, ասեց, Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ արտահայտությունից եկավ հասավ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ, ասում եմ շատ ուրախ եմ։ Շտայնմայերն էլ գլխով էր անում, համաձայնվում էր դրա հետ։ Ալիևը հիշեց նաև Տոնոյանին, մեր պաշտպանության նախարարին, որը ասաց հիշում եք նոր պատերազմ, նոր տարածքներ, ընդամենը ասում են, որ այդպես դուք Հայաստանի ներկայիս կառավարությանը այդպես խաղաղասեր մի դիտարկեք, որովհետև սա հենց այն կառավարությունն է, որի պաշտպանության նախարարը ասում էր նոր տարածքներ, նոր պատերազմ, իսկ ուրեմն վարչապետն ասում էր Ղարաբաղը Հայաստանը եւ վերջապես սրանք լուրջ մի վերաբերվեք, սրանք էլ են շատ ուրեմն ռևանշիստ, սրանք ամեն պարագայում պատրաստ կլինեն ռևանշի եւ այլն, չնայած մեր ստորագրված անընդհատ ղազագրերի, ամեն օր մի ղազագիր ստորագրում ենք, բայց ասենք ասում չէ, մի հավատացեք, անգամ այդ ղազագրերին մի հավատացեք։ Դե դա չեն հավատալու, էլ ինչու եք ստորագրում, հաջորդը, հասկանում եք, սա է իմ վրդովմունքը դրա հետ կապված։ Եվ Ալիևը, որը նաև Իսրայելի լավագույն պարտներներից մեկն է, հետևում է նաև Իսրայելի օրինակին։ Տեսեք, Իսրայելը հիմա Գազայի հատվածում բուֆերային զոնա է ստեղծում։ Ինչ է նշանակում բուֆերային զոնա, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ստեղծել 7 շրջանները Ղարաբաղի շուրջ բոլորը, որ մենք ուրեմն տիրապետում ենք այդ տարածքներին, մենք բոլոր բանակցությունների ժամանակ եւ ընդհանրապես մեր հայտարարություններում ասում ենք դա բուֆերային զոնա է, որովհետեւ մենք պիտի ապահովագրված լինենք հերթական հարձակումից։ Հիմա այդ բուֆերային զոնայի անվան տակ Իսրայելը ոչնչացնում է, բնաջնջում է Գազայի հատվածի պաղեստինցիներին։ Նույն վարվելակերպը իրականացնելու է, մտադիր է իրականացնել Հեյդար Ալիևի որդին Իլհամ Ալիևը բուֆերային զոնա է ուզում ստեղծել Հայաստանի տարածքում, որը կլինի ապա միլիտարիզացված, ապա ռազմականացված, դա է նպատակը, այսինքն ինքը բոլոր հարթակներում դրա մասին խոսում է եւ դրան մենք նույնպես
Դեռևս չենք արձագանքում, չեմ հասկանում ինչու եւ ինչպես։ Ինձ շատ է զարմացնում, շատ իմաստով նաեւ ցավացնում այն հանգամանքը, որ Չինաստանը դադարել է մեզ վերաբերվել որպես պարտներ երկիր եւ ցավոք սրտի մեր տարածաշրջանում Չինաստանը ընտրել է Ադրբեջանին։ Հասկանում եք, Չինաստանը կարևորագույն երկրներից մեկն է, որ այդ մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրով միլիարդավոր դոլարներ է ծախսում ճանապարհը ստեղծելու եւ դեպի Եվրոպա իր ուրեմն մուտքը ապահովելու։ Չինաստանի կոմունիստական կուսակցության արտաքին կապերի վարչության պետը, որը գտնվում էր Բաքվում, համաժողովի ընթացքում հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը կարևորագույն նշանակություն ունի Չինաստանի համար, հասկանում եք։ Մեկ եւ երկրորդը նա հայտարարեց, որ Ադրբեջանը Չինաստանի համար մեկ ջատագովն է եղել այդ ճանապարհի անցկացման եւ որպես պարտներ, որպես գործընկեր լավագույն գործընկերն է, հա։ Դա այն ֆոնին, երբ Չինաստանը Հայաստանում դեսպան չի նշանակում արդեն 10-րդ ամիսն է։ Հասկանում եք, Չինաստանը հզորագույն դիվանագիտություն ունի եւ մեծ եւ պատմություն եւ ժառանգություն եւ ուրեմն ընդունված կարգեր, հա։ Սա ապտակ է, սա դիվանագիտական ապտակ է Հայաստանին, երբ դեսպան չի նշանակում։ Ուզում եի ռադիոլսողներին ասեի, որ դա բան չի, այսինքն չինական արտաքին գործերի նախարարության կադրային քաղցի խնդիր չի, հա, որ 10 ամիս է մենք դեսպան չունենք, դա հստակ ազդանշան է հայկական կողմին, որ երկկողմ հարաբերություններում խնդիր կա եւ դրա համար դեսպան չի նշանակվում։ Առողջ հարաբերություններ ունեցող պետություններում տենց չի լինում։ Սա ուղղակի ազդակ է, ազդակ է մեզ, որ իրենք ուղղակի արդեն հույսները կորցրել են մեր հետ որևէ համագործակցություն ձևավորելու։ Ես հիշեցնեմ, որ ժամանակ կար, երբ նրանք մեզ դիտարկում էին որպես ստրատեգիական պարտներ, հակատուրքական, այսպես ասած, կոալիցիա, եւ մեզանով էին տեսնում այդ ճանապարհը, բայց մեր անողնաշար, անհասկանալի, անհեռատես ուրեմն քաղաքականության արդյունքում դրանք ուղղակի ձեռք քաշեցին։ Նրանք հասկացան, որ չէ, սրանց հետ գործ ունենալը չէ, սրանք ոչ մի ստաբիլություն չունեն։ Մի օր մի բան են ասում, երկրորդ օրը երկրորդ բանն են ասում, եւ արդեն իրենք բանը խաղադրույքը դրեցին Ադրբեջանի վրա, եւ Ադրբեջանի հետ այդ գործակցությունը նրանց շարունակում է։ Ես բանը պաշտոնական հայտարարությունը ցիտեցի։ Հիմա մենք ինչ պիտի անենք այդ հայտարարության հիման վրա։ Զանգեզուրի միջանցքի վերաբերել է հայտարարությունը։ Ուրեմն եթե Զանգեզուրի միջանցքը Չինաստանին է պետք, սա մի քիչ փոխում է որակը, հասկանում եք, մեր ամբողջ ընկալումները կայանում են նրանում, որ այդ միջանցքը ընդամենը մեզ պարտադրում են պանթյուրքիզմի գաղափարախոսությունից ելնելով, որպեսզի մենք ապահովենք միջանցքը թուրքական աշխարհը իրար միացնելու համար։ Եթե միջանցքը հարկավոր է Չինաստանին, իսկ մենք գիտենք, որ միջանցքը հարկավոր է Ռուսաստանին նաև, երևի թե ինչ որ չափով միջանցքը հարկավոր է Միացյալ Նահանգներին կամ ասենք հավաքական արևմուտքին, ելնելով այսօրվա իրավիճակից արևմուտքի Ռուսաստանի հնարավոր ուրեմն կապերի եւ համագործակցության հեռանկարից ելնելով, եթե այս միջանցքը հարկավոր է աշխարհի ուժերներին, ուրեմն մենք այստեղ խաղի տեղ ունենք։ Վերջը պետք է մի բան դրա դիմացը ստանալ։ Ինչ որ մի բան պիտի մենք այստեղ անենք, հասկանում եք, ոչ թե ուղղակի ասենք, որ չէ, միջանցքը չէ, որովհետեւ չէ։ Որովհետև նորից եմ ասում, մեր պատկերացումները սահմանափակվում են նրանով, որ այդ միջանցքը ընդամենը կապում է թուրքական աշխարհը։ Եթե սա հարժեշտ է Չինաստանին, ուրեմն հաջորդ քայլը մենք պիտի անենք։ Դա ասենք եկեք հարգելի չինացիներ, մի հատ հասկանանք ձեզ ինչքանով է անհրաժեշտ, ո՞րն է այն ուրեմն ապրանքների ծավալը, որը դուք դիտարկում եք տարվա կտրվածքով, որ այս միջանցքով անցկացնելու եք։ Մեծ ուրախությամբ մենք պատրաստ ենք այդ միջանցքով ձեր ապրանքները անցկացնել, եկեք քննարկենք, դուք էլ փողը դրեք, սարքենք այդ բանը, միջանցքի հետ կապված, թե երկաթուղին, թե ճանապարհները, ավտոճանապարհները եւ այլն։ Սա փոխում է ուղղակի իրավիճակը, հասկանում եք։ Մենք դրան չենք անդրադառնում, նորից կարծես տենց փակում ենք մեր աչքերը եւ ուղղակի անկապ էլի դեպի տիեզերք ինչ որ հայտարարություններ ենք անում, որ միջանցքը միայն սուվերենության տակ եւ այլն, որովհետեւ ես ադրբեջանական մամուլ եմ ընթերցում, շատ հաճախ օրվա մեջ մի քանի անգամ տենց նայում եմ, ու այդտեղ իհարկե քարոզչության գործոնը մեծ է, բայց իմ տպավորությամբ մենք իրար կողք լինելով, իրար թշնամի լինելով տարբեր աշխարհներում ենք ապրում։
որտեվ այդ մարդկանց մամուլը որ կարդում ես, այնտեղ անդադար բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում։ Այսինքն եւ ֆինանսական հատվածով եւ տարածաշրջանային զարգացումներով մշտապես ինչ որ հանդիպումներ են դրսի միջազգային գործընկերների հետ, իրանք են ինչ որ միտեղ ինվեստիցիաներ անում, ինչ որ մարդիկ իրանց մոտ են ինվեստիցիաներ անում, հայկական լրահոսը երբ որ նայում ես ընդհանուր առմամբ տեղի ունեցող իրադարձությունները, կատաստրոֆիկ մեղք ենք, էլի։ Ցավոք սրտի, այո, պիտի համաձայնեմ ձեզ հետ, որովհետեւ պրովինցիալ մտածելակերպը մեզանում իշխում է։ Բոլոր տարիների ընթացքում պիտի ասեմ, բոլոր տարիների ընթացքում մենք աշխարհից ուղղակի կտրվել ենք։ Զրոյական թվականներին համարում ենք եւ դա պետական կառավարության մաս էր կազմում, որ մենք կարող ենք բարգավաճել եւ վագրի թռիչքներ ապահովել տնտեսությունում լինելով սահմանափակված եւ լինելով ուրեմն բլոկավ, այսինքն բանով բլոկադայի մեջ գտնվելով շրջափակման մեջ մենք կարող ենք ապահովել տնտեսական աճ։ Պատրանքերի իհարկե հետագայում էլ ուրեմն արդեն 10-ական թվականներին մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվել է, որովհետեւ արդեն Ղարաբաղը մերն է եւ մենք լուծել ենք այդ հարցը եւ մեր բանակը ամենաուժեղն է, ամենահզորն է, մենք խնդիր չունենք ընդհանրապես մեծ ենք ու հզոր, հասկանում եք, նորից պատրանքներ ենք ստեղծում։ Մենք մեզ համար չունենալով որևէ մեկ միջազգային հզոր պարտներ, որը լիներ մեր կողքին, ասել այո, հայերը ճիշտ են ասում։ Արդյունքում մենք ինչ-որ բան ենք ասում եւ ասում ենք դեպի տիեզերք, որը ոչ մեկի համար ընկալելի չէր։ Ադրբեջանը շատ ավելի ռեալ քաղաքականություն է վարում, ռեալ պոլիտիկի կողմնակից է, իդեպ ասեմ, որ ռեալ պոլիտիկի այսօրվա աստիճանական բանը աճը աշխարհում նույնպես նկատվում է։ Այսինքն ռեալ պոլիտիկը հաղթում է աստիճանաբար միջազգային ինստիտուտներին, միջազգային կարգին։ Տեսեք, միջազգային քրեական դատարանում իր անդամակցությունը դադարեցրեց Հունգարիան եւ հայտարարեց, որ ուրեմն մեծ հաճույքով կընդունի իր տարածքում Բենջամին Նետանյահուին, Իսրայելի վարչապետին, որը միջազգային քրեական դատարանի կողմից որպես հանցագործ է հայտարարված եւ նրան պիտի օրինակ Հունգարիան բռներ եւ ձերբակալեր եւ արտահանձներ դատարան։ Բայց Հունգարիան դուրս եկավ այդ դատարանից։ Ուրեմն ինչ հայտարարեց դրանից անմիջապես հետո Բելգիայի վարչապետը հայտարարեց, ասես գիտեք ինչ կա։ Ռեալ պոլիտիկա այնուամենայնիվ ավելի կարևոր է, քան այդ ուրեմն ձևականությունները, միջազգային դատարան, բան եւ այլն, եւ եթե Նետանյախուն ուրեմն որոշում կայացնի գա Բելգիա, մենք էլ հավանաբար նրան կընդունենք ու չենք ձերբակալի, հասկանում եք։ Հիմա մենք այդ Ռոմի ստատուտի մասին, այս կանոնակարգը Ռոմի, որ մենք ընդունեցինք, անհասկանալի կերպով, այսինքն բացարձակ ժամանակավրեպ։ Միշտ ուշանում են, պարոն։ Այսինքն մենք Հռոմի ստատուտը ստորագրում ենք, դրանից ամիսներ հետո ինքը դառնում է ֆանտաստիկ ոչ ակտուալ մի հատ փաստաթուղթ, էլի, այսինքն անպետք։ Ուղղակի իզուր տեղը մենք ջղայնացրեցինք Պուտինին։ Այսինքն մենք եվրոինտեգրացիա ենք սկսում, Եվրամիությունը քանդվում է, այնտեղ ինչ-որ ուրիշ ալյանս, այսինքն միշտ մենք ինչ-որ տենց այդ բանը Ֆայնա Ռանևսկայան ասում էր «Не попадает в ноты» կոմպոզիտոր Մուրադելի կար բանը իմիջալոց հայկական ծագում ունեցող վերացական կոմպոզիտոր էր Մուրադելի, ասում էր բան մի փոխարեն մույա սրա մոտ ռեի փոխարեն մի խոսքով ռա բացակ նոտաները չենք ընկնում էլ ասենք մենք միշտ փուստ ենք խփում ու ստացվում է շատ հիմար ակորդներ այդ ամեն ինչի արդյունքում Եվ իհարկե մենք ջղայնացրեցինք Պուտինին եւ իսկ Պուտինը հասարակ մարդ չէ, բավական հիշաչար մարդ է իմ գնահատմամբ եւ դժվար դա աններելի սխալ էր ուղղակի, ասենք ինչ նա չի գա Հայաստան, մինչեւ մենք դուրս չգանք այդ ստատուտից, այդ ակնհայտ է ինձ համար, իսկ չգալը նշանակում է նաեւ չաջակցել, նաեւ չպաշտպանել, նաեւ չլինել մեր կողքին։ Իմիջալոց մայիսի 9-ն է մոտենում եւ հրապարակվեց արդեն Ռուսաստանում պաշտոնապես այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները համաձայնություն են տվել գալ եւ մասնակցել այդ տոնական շքերթին 80-ամյակի մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը լինելու եւ այդ երկրների
ցանկում են խոշորագույն երկրները, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, էլ չեմ ասում Հարավային Աֆրիկա, ասենք, գիտեք, Եվրոպական միությունից մասնակցության համաձայնություն է տվել Սլովակիայի վարչապետ Ֆիցոն, այսինքն մի հոգի լինելու է։ Օրբանը չի լինելու, որտեղ Հունգարիան Գերմանիայի կողմնակից էր այն ժամանակ իրենք պարտվեցին, դա համար ինքը մի քիչ տոնելու բան չունի։ Տոնելու առանձնապես պարոն Օրբանը։ Բայց ինչ ստացվեց, որ Ռուսաստանը, ասենք, ավելի շուտ արևմուտքը մեկուսացվեց, քան Ռուսաստանը մեկուսացվեց, այս բոլոր սանկցիաների արդյունքում, այնուամենայնիվ Ռուսաստանը իրեն վատ չի զգում այդ տարածաշրջանում եւ BRICS-ը ուժեղացնելով եւ այս Տրամփի գործոնը օգտագործելով, քայքայելով նաեւ արևմտյան այդ միասնությունը, միասնականությունը, այդ թվում նաեւ մայիսի 9-ին իմ կարծիքով դա ցայտուն կերպով կարտահայտվի։ Աշխարհը ալեկոծվել է, Տրամփը հայտարարել է տարիֆների պատերազմ ամբողջ աշխարհին, ընդհանրապես շատ է սիրում նա այդ թեման, տարիֆները բարձրացնելու եւ միջազգային առևտրում Միացյալ Նահանգների դեֆիցիտը, ուրեմն ընդհանրապես արտակարգ իրավիճակ է հայտարարել նախագահ Տրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արտակարգ իրավիճակ, ինչու, որովհետեւ առևտրային դեֆիցիտը տարվա կտրվածքով կազմում է 1.2 տրիլիոն դոլար։ Ասում է հերիք եղավ, արդեն մենք պիտի ամբողջ աշխարհին սովորացնենք, որ մենք պես դժոխք կողմ պիտի չլինենք առևտրի մեջ, եւ մենք պիտի կարողանանք այն բոլոր արտադրանքները, որոնք որ ժամանակին գաղթեցին Միացյալ Նահանգներից դեպի Չինաստան եւ դեպի ասիական երկրներ, մասնավորապես ասենք տեքստիլը ամբողջությամբ գնաց Վիետնամ, Կամբոջա, ուրեմն այդ երկրները Կամբոջայի նկատմամբ թափես մոտ 49%-անոց турք է, ինչու, որտեղ այնտեղ, ասենք, թեթև արդյունաբերության ամբողջ զանգվածը Վիետնամ, Կամբոջա, Լաոս այդ երկրների նկատմամբ խայտառակ մեծ տարիֆներ բանարեցին, Տայվանի նկատմամբ շատ մեծ տարիֆ է, ինչու, որտեղ այդտեղ այդ կիսահաղորդիչները, որ Տայվանն է արտադրում, հիմա ասում եկեք մեր մոտ արտադրեք, եկեք մեր մոտ դուք արտադրությունը տեղափոխեք Միացյալ Նահանգներ, սա է խնդիրը։ Այսինքն ռեինդուստրիալիզացիայի մասին է խոսքը գնում Միացյալ Նահանգների, սա եւս մեկ ապտակ է մեր այն տեսաբաններին, որոնք ժամանակին ասում են, որ մեզ ուրեմն բանը post-industrial մենք բանենք էպոխա ենք անցել, այսինքն եկել ենք post-industrial ինչ-որ հասարակարգ, որի ինդուստրիայից հետո է գալիս է սպասարկման ոլորտի գերակայությունը, ոչ բացարձակ ինչը ոչինչ է, չէ՞, տնտեսական տեսանկյունից, բացարձակ ապուշությունը ամեն ինչը սպասարկման ոլորտը տենց գոյություն ոչ մի բան է, հրաժարվել արտադրությունից հնարավոր չէ եւ հիմա նույն բանն անում է Տրամփը, ուղղակի դա ապացուցում է ամբողջ աշխարհին պարտադրելով նորից վերադարձնել ուրեմն ժամանակին արտահոսք ունեցած ինվեստիցիաները բերել նորից Միացյալ Նահանգներ եւ արտադրանքը այնտեղ իրականացնել։ Մենք կորցրեցինք, հիշեցնեմ, սովետական միությունից ժառանգած ամբողջ արդյունաբերական հզորությունները։ Եվ վերջացնեմ այսօրվա մեր զրույցը ուրեմն հետաքրքիր մի փաստով Շվեյցարիայից նորից։ Ուրեմն երկու տիպի երթման տեքստ կա այնտեղ պետական պաշտոնյաների համար։ Ռուսերեն լավ է թարգմանվում, մեկը կոչվում է կլյատվա, մյուսը պրիսյագա։ Մեր մոտ երկուսն է երթում, բայց այդպես, այսինքն ուրեմն այս կլյատվայի մեջ Աստված կա։ Այսինքն հանուն Աստծո, ասում են մենք ուրեմն խոստանում ենք, որ հավատարիմ կլինենք սահմանադրությանը։ Մյուսի մեջ Աստված չկա, այսինքն անաստվածների համար առանձին է, հավատավորների համար առանձին, այո։ Ես կարծում եմ, քանի որ մեր մոտ անաստվածների թիվը իշխանության մեջ ավելացավ վերջերս խիստ, մենք էլ ես կարծում եմ, որ երկու տիպի ուրեմն երթումնակալության բան պիտի ունենա, որ նախարարները եւս երթվում են, չէ՞, այո, նշանակման ժամանակ եւ падգամավորները եւ նախարարները պիտի ունենանք Աստծո կամոք, այսպես ասած, երթումը եւ անաստվածների համար առանձին մի բան մշակենք երևի, դրանով տարբերակենք գոնե, էլի։ Եվ առաջարկում եմ անվանենք Վարդան Ղուկասյանի երթում եւ Արսեն Թորոսյանի երթում, հա, այդպես։ Դուք ասաց։ Սիրելի ռադիո լսողներ, Դարփինյանի ժամն եք դուք լսում, այսօր այսքանը, հաջորդ շաբաթ կհանդիպենք։